Բարև ձեզ։ Նախորդ շաբաթ ազգային ժողովը ընդունեց օրենսդրական մի փաթեթ, որով դատավորները անմիջական կերպով հնարավորություն են ստանում տուգանել փաստաբաններին եւ դատախազներին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես ստուդիայում հյուրընկալել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զորաբյանին։ Պարոն Զորաբյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Արտադրության նախարարը հայտարարությամբ էր հանդես եկել եւ նշել էր, որ նոր կարգավորումները մեջբերում են հստակ են եւ հավասարակշռված։ Դուք ինչու եք դեմ այս կարգավորումներին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք իհարկե այս առիթով բազմաթիվ անգամ հայտնել ենք մեր տեսակետները։ Մենք մի քանի մասով ենք խնդիրը բարձրաձայնում։ Առաջինը մենք գտնում ենք, որ չկար հիմնավորումը, այսինքն այն անհրաժեշտությունը, որ պետք է նմանատիպ փոփոխություն կատարվի։ Երկրորդը այն փաթեթը, որը դուք նշեցիք, այսինքն ներկայացվել է ազգային ժողովին եւ ընդունվել է, մենք կարծում ենք, որ այստեղ սահմանադրական օրենքի դրույթների հետ կապված որոշակի խնդիր կար, կապված ընթացակարգի հետ։ Ինչու՞, որովհետեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փաթեթը, որի մեջ բացի այդ օրենսգրքի նախագծից լրացուցիչ 8 օրենքների նախագծեր կային, արդեն առաջին ընթերցմամբ քննարկվել էին ազգային ժողովում եւ երկրորդ ընթերցումից առաջ այս փոփոխությունը ներառվեց այդ փաթեթի մեջ եւ երկու նոր օրենքների նախագծեր հայտնվեցին։ Մեկը վարչական դատավարության օրենսգրքում, մյուսը քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ Եվ մեր կարծիքով, երբ որ ազգային ժողովը ընդունեց այս օրենսդրական փաթեթը, ստացվեց, որ այս երկու օրենքների նախագծերը ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ։ Մինչդեռ սահմանադրական օրենքը հստակ նշում է, որ ցանկացած օրենքի նախագիծ պետք է քննարկվի երկու ընթերցմամբ։ Մենք կարծում ենք, որ սա լուրջ երաշխիք է, ինչու, որովհետև հակառակ դեպքում կստացվի, որ կառավարությունը կարող է որևէ օրենքի նախագիծ բերել առանց ցնցումների, հանգիստ անցկացնել, ազգային ժողովում առաջին ընթերցման մասնի եւ երկրորդ ընթերցումից առաջ լրացուցիչ մի քանի օրենքներ շակերտներով խցկել այդ փաթեթի մեջ եւ ասել, որ դա կարելի է։ Մենք կարծում ենք, որ այս խնդիրը իրոք կար։ Եվ ավելին մենք քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխության տեսակետից նշեցինք, որ օրինակ 2017 թվականին քննվել է առաջին Ղատյանի դատարանում 130,000-ից ավել գործ, մինչդեռ միայն երկու դեպք էր արձանագրվել, որ դատարանները դիմել էին Փաստաբանների պալատին այդ սանկցիայով։ Այսինքն մենք այս տեսակետից էլ գտնում ենք, որ այդ անհրաժեշտությունը չկար։ Սա էր մեր հիմնական խնդիրը եւ իհարկե կարծում ենք, որ պետք էր այս հարցով փաստաբանական համայնքի հետ քննարկումներ կազմակերպեին, մինչեւ հարցը հասներ իհարկե ազգային ժողով։ Բայց արդեն ընդունելուց հետո է փաստորեն արտադրության նախարարությունը ձեզ հետ պատրաստում քննարկումներ իրականացնել։ Ինչպես ասում են, ավելի ուշ լավ է ուշ, քան երբեք։ Ձեզ պետք է նշեմ, որ փաստաբանները այս հարցում իրոք միասնական կամք դրսևորեցին եւ վճռականություն, եւ այս բողոքի ակցիաները եւ նաեւ մեր քննարկումներն ու հանդիպումները ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ կարծում եմ իր արդյունքը որոշակի չափով տվեց, որովհետեւ այդ նախագծերում որոշ կարգավորումներ փոխվեցին եւ դրան զուգահեռ այսօր արտադրության նախարարությունը պատրաստ է մեզ հետ նստել քննարկման դաշտ։ Ինչու, որովհետեւ մենք այստեղ մի խնդրեմ ենք արձանագրել։ Գիտեք, ինչ խնդիրը կայանում է անում, որ փաստաբանը ունի մասնագիտական անկախության երաշխիքներ եւ պետությունը պարտավոր է այդ երաշխիքները սահմանել մեզ համար։ Դա միջազգային փաստաթղթերում էլ արձանագրված է։ Եվ այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ դատավորը, երբ որ ինքը անձամբ փաստաբանի հետ մտնում է շակերտներով բանավեճի մեջ, նա կարող է իրոք զգացմունքայնություն դրսևորել եւ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել, այս դեպքում արդեն դատական տուգանքի տեսքով։ Եվ մենք ասում ենք, որ այստեղ լուրջ խնդիր կա։ Առնվազն եթե դատական տուգանքը, պետք է օրենսդրական մակարդակով մնար, առնվազն մենք պետք է երաշխիք ունենանք, որ օրինակ թեկուզ այլ դատավոր պետք է քններ այս հարցը, ոչ թե նույն գործը քննող դատավոր։ Այս երաշխիքներն էլ արված չեն։ Ես կարծում եմ, որ մենք արտադրության նախարարության հետ այս երաշխիքների մասով մեր քննարկումները կշարունակենք, իսկ մյուս մասով մենք մեր պայքարը շարունակելու ենք, այսինքն նախաձեռնող խումբը նախնական որոշել է, որ դիմելու է հանրապետության նախագահին, որպեսզի այդ ընթացակարգի խախտումներով ընդունված օրենքը չստորագրվի, եթե այնուամենայնիվ կստորագրվի, ապա մարդու իրավունքների պաշտպանին ենք դիմելու, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնի այս օրենքների սահմանադրականության հարցը։
Դա էր պատճառը, որ նախաձեռնող խումբը դադարեցնում է բողոքի ցույցերը, որոնք մինչև այս նախատեսվում էին։ Գիտեք ինչ, ոչ թե դադարեցնում է բողոքի ակցիաները, այլ հետաձգում է բողոքի ակցիաները։ Բողոքի ակցիաները ուրեմն նախաձեռնվեց այն ժամանակ, երբ որ գլխադասային հանձնաժողովը ազգային ժողովի հավանություն տվեց այդ օրինագծերին, որը նոր էին հայտնվել երկրորդ ընթերցումից անմիջապես առաջ, եւ արագ նախաձեռնումը ձևավորվեց, հայտարարեց, որ բողոքի ակցիա տեղ ունենալու փետրվարի 7-ին։ Փետրվարի 7-ի բողոքի ակցիա այդ օրը ամբողջ Հայաստանի մասշտաբով բոլոր դատական գործերի քննչական գործողությունները սկսեցին ձախողվել։ Եվ այդ օրը արդեն փաստաբանների պալատում, երբ որ հավաքվել էին փաստաբաններ, այդ օրը նաև ինքնաբուխ որոշվեց, որ պետք է նաև փետրվարի 8-ին բողոքի ակցիան շարունակվի։ Այս բողոքի ակցիաների թիրախը, պայմանականയിട്ട് նշեմ, ազգային ժողովն է, որովհետեւ ազգային ժողովը չընդունի այդ օրինագիծը։ Եվ այդ օրը նաև հայտարարվեց, որ 3 օր պետք է լինի բողոքի ակցիաների նաև շարունակություն, 14, 15, 16, եթե չեմ սխալվում։ Այսինքն դա նպատակն էր, որովհետեւ ազգային ժողովը չընդունի այդ օրինագծերը, բայց ցավոք ազգային ժողովը ընդունեց, դուք տեսաք, որ 59 կողմ, 25 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով ընդունվեց այդ նախագծերի փաթեթը։ Դուք նաև տեսաք, որ ազգային ժողովի 3 խմբակցություններ դեմ արտահայտվեցին, ելքը, Ծառուկյան եւ Դաշնակցությունը։ Այսինքն այդ հանդիպումների կարծում եմ նաև արդյունքներ դա եւ կարծում եմ սա նոր մշակույթ էր, որ պատգամավորները իրոք համագործակցության, այսինքն ընդառաջ եկան փաստաբաններին։ Եվ հիմա մենք դեռ անելիքներ ունենք։ Այսինքն այս պահին հետաձգվել են բողոքի ակցիաները եւ դա ցանկացած ժամանակ կարող են վերսկսվել, եթե մենք կրկին մտնենք փակուղի։ Խնդիրը եւ բողոքի ակցիաները ինքնանպատակ չեն։ Մենք նպատակ եք հետապնդում, մեկ բան ենք ասում, մենք նստեք մեզ հետ քննարկման, այսինքն հաշվի առեք մեր տեսակետը։ Մենք հասկանում ենք, որ պետության հետ պիտիներով չեն խոսում։ Ի վերջո պետություն է եւ մենք հասկանում ենք նաեւ, որ պետությունը պետք է մնա իր դիրքերում։ Բայց պետության պաշտոնատար անձինք էլ պետք է գիտակցեն, որ քաղաք հասարակության կարևորագույն ինստիտուտի հետ առնվազն պետք է հաշվի նստել։ Այսինքն լսել իրենց կարծիքները, լսել իրենց փաստարկները եւ համոզիչ հակափաստարկներով խնդիրը տանել առաջ, ոչ թե ուղղակի արհամարհանքով, որ այսինքն փաստարկների ուժը ոչ թե դիրքերի ուժից, որովհետեւ մենք գիտենք, որ պետությունը հարկադրանքի միջոցներ ունի եւ ի վերջո օրենսդրական նախաձեռնությունն ու օրենսդրություն ընդունելն էլ իր լիազորությունների մեջ է մտնում։ Պարոն Ծառուկյան, մի շարք փաստաբաններ ձեզ մեղադրում են հանրապետական կուսակցության հետ ինչ-որ կուլիսային բանակցություններ վարելու մեջ, մասնավորապես անգամ Facebook-ում, սոցիալական ցանցերում լուսանկարային հրապարակել ձեր ծառայական մեքենան ՀԿ գրասենյակի դիմաց, այս ամեն ինչպես կմեկնաբանեք։ Շնորհակալություն հարցի համար։ Ցավոք մեր շարքերում մենք ունենք այնպիսի բարեկամներ, որոնց դեպքում նույնիսկ ճշտամի կարող ենք չունենալ։ Այսպես ասեմ, ես ինքս նշեցի եւ դա նաեւ նշել էի նախկինում, որ մենք ինքներս հանդիպել ենք հենց կուսակցությունների հետ։ Այսօր բոլորս լավ գիտենք, որ մեծամասնությունը ազգային ժողովում, մեծամասնությունը ձայներ ունեցողը դա հենց հանրապետական կուսակցությունն է։ Բնականաբար ես հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպել եմ։ Եվ նույն կերպ հանդիպել եմ նաև մյուս խմբակցությունների պատգամավորների հետ։ Եվ դա բնական է, որովհետև իմ խնդիրը, իմ օրակարգի հարցն էր այս նախագծերը հանել շրջանառությունից եւ ամեն ինչ փորձեցինք կատարել, ոչ միայն ես, այլ նաեւ մեր նախաձեռնող խմբի անդամները։ Իմ բոլոր հանդիպումների մասին իմ գործընկերները տեղյակ են եղել, փաստաբանների պալատի խորհրդի անդամները, որոնք նաեւ ներգրավել են նախաձեռնող խմբի անդամների կազմում, իրենք տեղյակ են եղել այդ հանդիպումներից եւ բնականաբար բնական է, որ պետք է այդպիսի հանդիպումներ լինեն։ Եվ վերջին հարցը, դատավոր եւ փաստաբան առճակատումը, որը դրսևորվում է դատավորի կողմից սանկցիաներ կիրառելու տեսքով, հատկապես ի հայտ եկավ Սասնա Ծռերի գործի ժամանակ։ Ինչ եք կարծում, այս ամենը միգուցե ունի արդյոք քաղաքական ենթատեքստ ու քաղաքական գործերով փաստաբաններին այս կերպ փորձում են լրացնել։ Գիտեք ինչ, երբ որ այսօր այդ նախագիծը, որ ընդունվել է, գրված է, որ դա ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն, եթե մենք դա Սասնա Ծռերի հետ ենք անմիջականորեն կապում այդ գործի հետ, ապա պետք է որ
ուժի մեջ մտնելը կապեին շատ շուտ, որովհետև ի վերջո եթե այդ փաթեթը ուժի մեջ մտավ, միգուցե արդեն սաստանցալերի այդ գործերն ավարտված լինեն։ Բոլոր դեպքերում, քանի որ չկար հիմնավորումը, մենք իհարկե յուրաքանչյուրս ազատ ենք մտածելու այն ինչ մտածում ենք։ Մենք օրինակ կարող ենք մտածել, որ սա փաստաբանների լրացուցիչ ճնշման գործիք է, որովհետև այսօր գործող կարգի համաձայն դատարանը դիմում էր փաստաբանների պալատին, պալատն էր քննում փաստաբանի վարքագիծը, եւ սա ինչով էր լրացուցիչ երաշխիք փաստաբանի համար, քանի որ առաջին զգացմունքայինություն դրսևորող դատավորը չէր այդ հարցը քննող մեկ, երկրորդ փաստաբանների պալատի կողմից սխալվելու դեպքում, եթե սխալվեր եւ փաստաբանի վարքագիծը սխալ գնահատական տար այդ վարքագծին, փաստաբանը կարող էր հետո դատարանում վիճարկել նաև փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։ Այսինքն այս պայմաններում փաստաբանը կրկնակի ապահովագրված էր։ Հիմա այս դեպքում, եթե մենք փաստաբանին միանգամից բերում ենք դատավորի հետ փոխհարաբերություններում, անմիջական արդեն նա կարողանում է ճակերտներով ուժ կիրառել փաստաբանի նկատմամբ, մենք մտահոգություն ունենք, որ սա կարող է փաստաբաններին ճակերտներով խեղճացնելու նպատակ ունենալ։ Ինչը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա տեղի չունենա։ Ի վերջո մենք փաստաբաններ ենք, մենք գիտենք ինչպես մարդկանց իրավունքները պաշտպանել եւ բնականաբար գիտենք նաեւ ինչպես մեր իրավունքները պաշտպանել։ Եվ այս առումով բնականաբար մենք էլ մեր տակտիկական եւ ռազմավարական քայլերն ունենք, որը իրականացնելու ենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Իմ զրուցակիցը փաստաբանների պալատի նախագահ Արա Զորաբյանն էր։ Շարունակեք հետևել Սվիլնետին։